Sportcast. Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, Sportcast-ի հերթական թողարկումն է, իմ հյուրն է Fast Media հեռուստաընկերության մեկնաբան Էրնեստ Շաբոյանը։ Էրնեստ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Այսօր մենք անդրադառնում ենք UEFA Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչներին, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթ։ Այդ դիմակայությունները ի վերջո բավական գոլառատ էին, գրեթե բոլոր լրատվամիջոցները, բոլոր մեկնաբանները դա պարտադիր նշում են՝ գոլառատ ֆուտբոլ, իհարկե սպասելի է, որ Չեմպիոն լիգայում այդպես կլինի, բայց անսպասելի որոշակի այդ թիվն է գոլերի, դա մեկ, երկրորդը ի վերջո 1/8 եզրափակչից եւ դրանից առաջ նաեւ անցումային փլեյօֆից, այսպես ասած գավաթային տրամաբանությունն է, գավաթային մրցաշարի, մինչ այդ լիգայի փուլում մենք տեսանք մեկ այլ տրամաբանություն, հաջողում էին այն թիմերը, որոնք որ երկար, այսպես դիստանցիայի վրա կարողանում են արդյունք ապահովել։ Այս արդեն գավաթային տրամաբանությամբ անցկացվող փլեյօֆում այլ իրավիճակ տեսանք, այլ պատկեր տեսանք։ Նախ ես եմ շնորհակալ, վաղուց չէի եկել, կարոտել է իսկապես, քեզ հետ զրուցելը, շատ ճիշտ նկատեցիր, խոսքը լիգայի փուլում, տեսեք, եթե առաջին մրցաշրջանում ես նոր ձևաչափի լիգայի փուլը մի տեսակ հետաքրքիր էր, ոչ թե մի տեսակ, իսկապես հետաքրքիր էր։ Երկրորդ մրցաշրջանում արդեն թիմերը կարծես սովորեցին տարածության վրա խաղալը ինչ է, այսինքն ճիշտ է ազգային առաջնություններից տարբերվում է այս ամենը, բայց սա էլ ունի իր սպეციფիկ հատկությունները ու կարծես թե թիմերը սկսեցին հասկանալ որտեղ կարելի է էկոնոմ ռեժիմով խաղալ, որտեղ նույնիսկ տեսանք թիմեր, որոնք լիգայի փուլի որոշակի խաղերում ինչ որ ռոտացիա ավելի լուրջ ռոտացիա կիրառեցին, բայց ելի այս ձևաչափը արդարացեց ինչու, որովհետև ամեն դեպքում այնինչի մասին խոսում էր UEFA-ն ձևաչափը փոխելիս, որ ուժեղագույնները շարունակելու են եւ իսկապես ուժեղագույններն են շարունակում եւ դրա շղթայական այսպես կապը պատահական չի, որ հենց արդեն play-off փուլից սկսած, ընդ որում անցումայինից սկսած, մենք գոլառատ ֆուտբոլ ենք տեսնում։ Այսինքն են top մրցակիցներ UEFA-ի խոստումները, որ ավելի շատ գոլեր եք տեսնելու, ավելի հետաքրքիր հանդիպումներ եք տեսնելու, ոչ ոք արդեն չի ցուլանալու, ոչ ոք հաշվարկներ չի անելու, եւ իսկապես եթե տեսնում ենք ու եթե սևեռվենք դրա վրա, play-off-ում հատկապես նախորդ մրցաշրջաններում հին ձևաչափով տանը դրսում այս հասկացողությունը մի տեսակ ավելի շատ տակտիկական, ավելի շատ ռազմավարական էր, ոչ թե տակտիկական, իսկ հիմա այդ տարբերությունը չեն դնում թիմերը, արտագնահանդիպում կասկածեն, թե տանը կանցկացնեն, միևնույնն է, իրենք խաղում են ֆուտբոլ ու դա է հիմնական հաջողության գրավականը։ Դրան նաև որոշ չափի, այսպես ասամ, օգնում է լիգայի փուլը, որտեղ թիմերը մրցակիցների հետ, յուրաքանչյուր մեկ մրցակցի հետ կամ արտագնահ հանդիպում են անցկացնում կամ տնային հանդիպում, այստեղ երկխաղյա դիմակայություններ չկան, ինչպես նախորդ ձևաչափում։ Այդ իրավիճակները այստեղ։ Հիմա մենք ինչ ենք տեսնում արդեն 1/8 եզրափակչից, գուցե եւ նաեւ դիտարկենք անցումային play-off-ը, մենք ինչ ենք տեսնում, որ հաջողում են դարձյալ այն թիմերը, որոնք որ գավաթային ձևաչափի համար բավական հարմարեցված են եւ տարիներ, ել չասեմ տասնամյակներ շարունակ հենց գավաթային ձևաչափում առավել քան լավ արդյունքներ են ցուցաբերում։ Կա այդպիսի տենդենս նկատվում է, բայց ես դա չի կապի տենց ու վերջնեի դա որպես օրինաչափություն, իհարկե այդ փորձը աշխատում է, բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ ինչ տեղի ունեցավ top 5 առաջնություններում ձմեռային հատվածից սկսած, մոտավորապես հունվարից։ Եթե ուշադիր եք եղել, top 5 առաջնություններում top թիմերը խաղային որոշակի անկում ունեցան։ Եվ Անգլիայում թոփերը, տեսեք նույն Արսենալը ինչ թափեր հավաքել ու ինչ տեղի ունեցավ, մնացած թոփերի մասին էլ կարող եմ ասեմ City-ն ու այստեղ United-ը իհարկե բացառություն է։ Իտալիան ընդհանրապես այս տարի ձախողեց, ամբողջ ֆիասկոյի վերածեց։ Իսպանիայում տեսեք ինչա տեղի ունենում նույն Բարսան, նույն Ռեալը, նույն այդ ֆոնին Ատլետիկոն էլի տես փոփոխակի հաջողությամբ։ Այսինքն մի քիչ ավելի խորք եմ գնում հասկանալու համար խնդիրը, բայց ամեն դեպքում թիմերը, որոնց մասին դու խոսեցիր, որոշիչ պահերին ցույց են տալիս իրենց բարձր կարգը։
Եկեք նույն Լիվերպուլի հանդիպումը վերցնենք, եկեք նույն Բարսայի հանդիպումը վերցնենք, ամեն դեպքում Նյուքասլ, բայց եւ եկեք եւս մեկ կարևոր հանգամանք ֆիքսենք, իսպանական ֆուտբոլի գերիշխանությունը շարունակվում է։ Տեսեք, դա նույնիսկ միշտ է տենց եղել, այս վերջին տարիներին թե ակումբայնում առավել եւս հավաքականի մակարդակով, ել կանանցը չեմ էլ ասում, բայց եթե ուշադիր եղաք, իսպանական թիմերը ինչ արեցին ու անգլիական թիմերը ինչ արեցին, ընդ որում խոշոր հաշիվներով։ Սա էլի խոսում է այն մասին, որ մենք ինչքան էլ ասում ենք Անգլիայի Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն լիգան է, թե Պեպ Գվարդիոլան ասեց այլևս չէ, բայց սերնդափոխություն եւ այդ սելեկցիոն աշխատանքի պտուղները քաղել ամենալավ էսպայդերությամբ աշխատում է Իսպանիայում։ Որոշակի ներբություններ կան, եթե անդրադառնում ենք այս հարցին, Էրնեստ, ենթադրենք Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ինչպիսի արդյունք ցուցաբերեցին լիգայի փուլում, նախ 6 ակումբով էին, ռեկորդային թվով ակումբներով էին մասնակցում լիգայի փուլին, երբևէ այդպիսի իրավիճակ Չեմպիոնս լիգայում կամ Եվրագավաթում չէր եղել, նույնիսկ այն երկրորդական եւ երրորդական գավաթային խաղարկություններում 6 ակումբ չեն ներկայացրել 1 ասոցիացիա ազգային։ Հիմա մենք տեսանք, որ 6 ակումբները նախ եթե այդ ներբությունն ենք անդրադառնում, Պրեմիեր լիգային պետք է անդրադառնանք, Պրեմիեր լիգայում ինչ իրավիճակ է, ինչպիսի խիստ դիմակայություն է այսպես, որ եթե նայում ենք նույնիսկ մրցաշարային աղյուսակին, այնտեղ 20-րդ, 19-րդ տեղում գտնվող տվյալ պահին գտնվող ակումբը կարող է այսպես հավասարին մրցի առաջատարի հետ եւ նույնիսկ միավոր խլի, դա միշտ եղել է Անգլիայի Պրեմիեր լիգայում վերջին 2-3 տասնամյակների ընթացքում, բայց այս տարի առավել քան ընդգծված է։ Գումարած դրան, այսպես թոփ ակումբները չէ, բայց թոփերից, այսինքն երկրորդ էշելոնի ակումբները որպես կանոն վերջին տարիներին դա տեսանելի է եւ մասնագետներն են դա առաջին հերթին նշում, որ առաջնորդվում են եւ որպես օրինակ են վերցնում որևէ իրենցից որևէ մեկ ակումբի այսպես մարտավարական սխեման եւ խաղալու ոճը թոփերի հետ։ Այս տարի այնտեղ Բրենֆորդն է այդ այսպես տրենդի առաջատարը եւ հենց Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի սկզբից հետո մնացած ակումբները կարծես կապկեցին Բրենֆորդին։ Եթե նախորդ տարիներին Բրայթոնն էր, ենթադրենք, իր բավական ագրեսիվ ֆուտբոլով, պրեսինգով, այս տարի Բրենֆորդն է, որը դավանում է բավական ուժային ֆուտբոլ, այդ ստանդարտների խաղարկումներ, դրա վրա է շեշտը դնում եւ Արսենալին այդ պարագայում փոքրինչ կողմ դնենք, բայց Բրենֆորդը կարծես ցուցիչ է մնացած ակումբների համար։ Հիմա այդպիսի խիստ ուժային ֆուտբոլից հետո այդ ակումբները եկան Եվրոպայում արդեն փլեյ-օֆում Չեմպիոնս լիգայի եւ ձախողեցին գրեթե բոլորը։ Այդպես եմ նշում, գրեթե բոլորը, որտեվ ձախողման եզրին էր նույնիսկ Լիվերպուլը տեսանք ինչ արեց ի վերջո երկրորդ խաղում իր դաշտում Գալաթասարայի հետ, բայց մի կողմ դնենք։ Մյուս ակումբները, որոնք որ նույնիսկ ֆավորիտ էին համարվում, Մանչեսթեր Սիթին Ռեալի հետ էր ֆավորիտ համարվում, հաշվի առնելով Ռեալի ներկայիս այսպես խաղային կարգավիճակը կամ լավ նշեմ խաղային Ես դա նույնիսկ ասել լուրջ խնդիրները, այո, դե սկսած մարզչից, բայց Ռեալը դե տրամադրվում է գավաթային խաղի, աստղերը Ռեալի կարողանում են այլ տրամադրվածությամբ խաղալ Չեմպիոնս լիգայում նամանավանդ եւ ինչ եղավ Սիթիի հետ։ Տեսեք, մենք նորից գալիս հասնում ենք այն կետին, էլի տենց խորքից կամ ինչ ենք մենք համարում հիմնական ցուցիչ։ Այսինքն ինչ է նշանակում, եթե Չեմպիոնս լիգայի գավաթը տվյալ թիմը նվաճեց, ինքը Եվրոպայում լավագույնն է, թե իր ազգային առաջնությունն է լավագույնը։ Հիմա եթե նայում ենք այս հարթության մեջ, Անգլիական լիգան աշխարհի լավագույնն, ամենաինտենսիվն է, ամենաֆուտբոլայինն է, այնտեղ ձանձրալի խաղեր չկա, քիչ առաջ էլ նշեցիր, որ վերջի տեղի թիմը կարող գա եւ իսկապես հրաշալի ֆուտբոլ խաղա։ Այդ ինտրիգը, այդ լարվածությունը, դինամիկ խաղը մենք տեսնում ենք անգլիական լիգայում, Պրեմիեր եւ իսկապես այդ առումով Անգլիան լավագույնն է։ Հիմա ներիր Էրնեստ, այստեղ որ քեզ
Ընդհատում եմ, ի վերջո նաև եթե անդրադառնում ենք այդ հարցի, Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբների համար դա բազմիցս է նշվել եւ շարունակում են դրա մասին հայտարարել, որ իրենց համար առաջնայինը ներքին տիտղոսն է։ Այո։ Պրեմիեր լիգայի չեմպիոնության տիտղոսն է։ Ես այդ մասին ուզում էի ասել, բայց ինչ առումով, տեսեք, այս վերջին տարիներին ես արդեն սկսում եմ հակվել այն մտքին, որ դա ինչ որ արդարացում է անգլիացիների համար, այսինքն մեր լիգան ավելի բարձր է, քան Չեմպիոնների լիգան։ Բայց միևնույնն է, երազում են Չեմպիոնների լիգայի գավաթի մասին։ Արդեն սկսում եմ էլի այդ ուղղությամբ մտածել։ Եթե մենք համարում ենք դա, այդ դեպքում, եթե գալիս եք Չեմպիոնների լիգա, այսինքն փաստացի ակումբային Եվրոպայի առաջնությունն է, ու դուք չեք հաջողում։ Հիմա ոնց հասկանանք, ուժեղագույն լիգան 6 թիմ ունի, 6-ից 2-ն են, չէ՞, հիմա Արսենալը, Լիվերպուլն են շարունակում, այն էլ դեռ չեն համոզում։ Եվ նայենք իսպանական լիգան, եւ այնտեղ 2 թոփ կան ու Ատլետիկոն էլի թոփ ենք համարում իր առանձնահատկություններով, բայց նույնիսկ Բարսան ու Ռեալը իրանց բոլոր խաղային խնդիրներով ֆուրոր են անում։ Այստեղ է խորքայինը, այսինքն անգլիական լիգան ավելի շատ մարքեթինգային բրենդային առումով ուռճացված է, բայց դրա հետ միասին նաև այնտեղ մրցակցությունն է շատ ուժեղ, այդ արագաուժային ֆուտբոլը, ֆիզիկական պայքարը, բայց ինչի են գալիս Եվրոպա ու սենց է լինում, այսինքն երկար տարիներ Անգլիայի ներկայացուցիչ Չեմպիոնների լիգայի գավաթակիր չունենք։ 23 թվականին։ Այո, 23 թվականին վերջինն էր։ Հիմա էս պետքա հասկանանք, ոնց է ստացվում, որ այդ ուժեղ հզոր ակումբները գալիս են Եվրոպա ու իրենք չեն կարողանում հասնել իրենց այդ բաղձալի արդյունքին։ Այսինքն պատճառը շատ ավելի խորքային է։ Իտալիայի հետ եթե համեմատենք, այնտեղ ավելի հեշտ է հասկանալի ինչու, որովհետև այնտեղ շատ դանդաղ ֆուտբոլ է, եվրոպական դինամիկային շատ շատերը չեն դիմանում։ Դե Իտալիայի մասին մենք առիթ եղել է այստեղ խոսենք քեզ հետ ֆինանսական խնդիրը այնպեսին է, որ նաև ակումբները, նույնիսկ թոփ ակումբները իտալական պատմականորեն ամենատիտղոսակիր ակումբները հնարավորություն չունեն 50-70 միլիոն Ես գիտես քեզ հետ լրիվ համաձայն եմ, ընդհատում եմ, բայց շատ դեպքերում այդ գումարը կապ չունի, այստեղ խաղամակարդակի խնդիրն, այսինքն Իտալիայի առաջնությունը շատ վաղուց շատ դանդաղ, շատ ձանձրալի առաջնություն է դարել ու այդ դանդաղ կոտությունը թույլ չի տալիս մրցունակ լինել Եվրոպայում։ Սրանով են առաջին հերթին իտալացիները հետ մնացել։ Ինչ վերաբերում է իսպանական թիմերը տիպիկ, ինչպես նշեցիր, գավաթային մրցաշարերի թիմեր են, նույն Ռեալը, նույն Բարսան, նույն Ատլետիկոն։ Այսինքն իրենք միևնույնն է Լա լիգայով, այստեղ տարբերությունը գիտեք որն է, անգլիական թոփը, երբ որ խաղում է հետնապայի հետ, դու չես կարող ասես ինչ արդյունք կլինի, բայց այնտեղ որ խաղում է, դու գիտես ինչ արդյունք է լինելու։ Բայց լրիվ հակառակ պատկերն է ստացվում, իրանք երակայում են Եվրոպայում, անգլիական թիմերը չեն երակայում Եվրոպայում։ Այս սա է, որ չի թողնում հասկանալ սրա առանձնահատկությունը։ Ամեն դեպքում դեռ չեմ ուզում շուտ եզրակացություն անել ընթացիկ մրցաշրջանի վերաբերյալ, որովհետև ճիշտ է դժվար մրցակից ունի Լիվերպուլը, եթե Լիվերպուլին վերցնենք, բայց քառորդ եզրափակչի մասին է խոսքը, բայց ընկերս շատ լավ բան ասեց, Ռազմիկը մեր ասեց, մտածում էի, նույնիսկ ներքուստ համոզել էի, որ ավելի լավ է Լիվերպուլը Գալաթասարային պարտվի սլոտին պաշտոնան կանեն, բայց հիմա որ հաղթեցին, հիմա չգիտեմ լավ է թե չէ։ Այս շատ հետաքրքիր բան էր, բայց տեսեք, չի բացառվում, որ նույն PSG-ի հետ խաղում այդ կայծը, որը պակասում էր Լիվերպուլին ու պակասում է, մեկ էլ վարվի։ Ի վերջո մենք տեսանք PSG-ին ինչավ, թեպետ շատ հզոր է, հիմա PSG-ն էլ է հզոր, համեմատ նախորդ տարվա մի քիչ խնդիրներ կա, բայց ինչ վերաբերում է Արսենալին, Արսենալի պարագայում եւ Եվրոպայում, առավել եւս Եվրոպայում, եւ շատ ավելի ներսում Արսենալի եւ Արտետայի միակ մրցակիցը այսօր Միկել Արտետան է։ Այսինքն այնտեղ էլ հոգեբանական բարդույթը չի հաղթահարել։ Գվարդիոլայի ստվերից կարծես դուրս է գալիս, բայց արդեն ինքն իր ստվերի հետ է կռիվ տալիս ու Արսենալի այս խնդիրները ավելի շատ դրանից են գալիս, ու այդ լարվածությունը տեղափոխվում է թիմի վրա։ Եթե այս գործոնը կարողացավ հաղթահարել Արտետան, միգուցեև կհաջողի։ Բայց էլի եմ ասում, նույնիսկ Բավարիան, որ այսօր շատ ուժեղ տեսք ունի, ես ռիսկ չեմ անի, կանխատեսում անեմ, որ այսօր ով է ֆավորիտ այս մրցաշրջանում։ Ռեալի հետ դիմակայություն։ Այո։ Էրնեստ,
Դες, եթե Արսենալին շատ կարճ առանձնաբար անդրադառնանք, մենք գիտենք, որ գավաթային մրցաշարերում որպես կանոն ըստ վիճակը գրության հաղթում են բավական կարգապահ, պրագմատիկ ֆուտբոլ դավանող թիմերը։ Արսենալը այժմ այդպեսին է։ Այո, որոշակիորեն այդպես թափի նվազում է նկատվում Արսենալի մոտ աշնանային հատվածի համեմատ, բայց այդպիսի պրագմատիկ ֆուտբոլով իրենք նաև հաղթահարեցին Բայերի արգելքը։ Բայերը վատ խաղ չցուցաբերեց այդ դիմակայությունում, թե իր տնային խաղում, թե արդեն Լոնդոնում։ Այստեղ ավելի շատ ես ոչ թե կմեծացնեի Բայերի դերը, այլ Արսենալի խնդիրները, որովհետև նույն համեմատությունը անեմ, այն ինչ տեղի ունեցավ Բորուսիա-Ատալանտա խաղում, ու Ատալանտան Բորուսիային տեսակ ինչ արեց, ու հետո նույն Ատալանտան եկավ Բավարիա ու Բավարիան ցույց տվեց, թե տարբերությունը ինչքան մեծ է Բավարիայի ու Բորուսիայի։ Հիմա նույնը Բայերի պարագայում է։ Այսինքն այնտեղ լրիվ ուրիշ բան է, այստեղ լրիվ ուրիշ բան է։ Այդ ֆլագմանը դրոշակակիրը գերմանական ֆուտբոլի ամբողջությամբ այսօր Բավարիան է։ Բորուսիան, Բայերը, Արսենալի հետ ոնց խաղան, ես ավելի շատ կապում եմ Արսենալի խաղի հետ, քան Բայերի։ Այսինքն Բայերը խաղաց այնքան, ինչքան Արսենալը թույլ տվեց։ Բայց միևնույնն է, էլի կարգի հաշվին, էլի այդ պրագմատիզմը, այդ էլեմենտները օգտագործելով Արտետան կարողացավ արդյունքի հասնել։ Ինչ կլինի հիմա, դեպ այդ մրցակիցը այդքան էլ վատը չի Սպորտինգը, մենք հիշում ենք տարիներ առաջ էլի տես 11 մետրանոցներով այդ խաղը ես էի դեպ մեկնաբանում 40 աստիճան տաքությունով ու գնաց 11 մետրանոցներ ու տեսանք ինչ եղավ, բայց հարմար մրցակից է։ Թող թյուրիմացություն չստեղծի այն ինչ արեց Սպորտինգը, ամեն դեպքում հարմար մրցակից է Արսենալի համար եւ միգուցե եւ մի աստիճան էլ կբարձրանան, իսկ հետո ինչ կլինի, ելի եմ ասում, ռիսկ չեմ անի ասեմ։ Հետո ըստ այսպես աղյուսակի, ըստ այդ ցանցի խաղարկային Բարսելոնա, այո, կամ Բարսելոնա կամ Ատլետիկո այդ մրցակիցն է։ Հիմա մենք նախ Բարսայի խաղից ինչ եզրակացություններ կարող ենք ունենալ 1/8 եզրափակում Նյուկասլը նախ իր դաշտում Նյուկասլ upon Tyne քաղաքում Անգլիայում այսպես ասած բավական լավ ճնշեց Բարսելոնային եւ նույնիսկ Բարսելոնայի երկրպագուների մի մասը այն մտքին էր, որ այդ խաղը իսկապես պարտության խաղեր չնայած ի վերջո ավելացված րոպեներին 11 մետրանոցի արդարացված 11 մետրանոցի շնորհիվ այդ հավասար արդյունքը ապահովեց։ Երկրորդ խաղում Բարսելոնայի արդեն իր դաշտում մենք տեսանք, թե ինչպիսին էր խաղը առաջին խաղակեսում։ Հավասար խաղ, այդպիսի հակընդդեմ գրոհներով եւ կարծես հարցը նրանում է, թե ով ավելի շատ գոլ կհեղինակի։ Երկրորդ խաղակեսում իհարկե Բարսելոնայի անհատների որակական հատկանիշները իրենցը արեցին, բայց պետք չէ այստեղ նսեմացնել նաև Ֆլիկի դերը, որը որոշակիորեն փոփոխություններ եւ վստահ եմ, որ ընդմիջման ընթացքում իր ֆուտբոլիստներին ցույց տվեց Նյուկասլի ակնհայտ թերի կողմերը այդ խաղում։ Մենք տեսնում ենք, թե Նյուկասլի պաշտպանները ինչպիսի խելագար վատ սխալներ էին թույլ տալիս։ Գրեթե բոլոր գոլերի պարագայում Նյուկասլի պաշտպանները թերանում էին։ Այո։ Իհարկե այստեղ պետք է կրկին չնսեմացնենք Բարսելոնայի ճնշումը։ Այդ ճնշման շնորհիվ էր։ Միանշանակ համաձայն եմ։ Տեսեք, այն ինչ տեղի ունեցավ առաջին խաղում, այդ ավելի շատ հետախուզում էր եւ Ֆլիկը կարծում եմ վերցանեց ամբողջությամբ Նյուքասլին ու շատ հետաքրքիր քայլի գնաց։ Երկրորդ խաղում մարտահրավեր նետեց, այսինքն կխաղացի մեծ արագաուժային, ես քո հետ համաձայն եմ։ Խոսքս առաջի խաղակեսի։ Ամեն դեպս ես եմ այդ տպավորությունը ստացել։ Միգուցե ուրիշ մարդիկ ուրիշ կերպ կվերլուծեն։ Երբ որ Նյուքասլը խայծը կերավ, այսինքն Բարսան շատ լավ գիտակցում էր, մենք շատ լավ գիտենք, որ ինչ ինտենսիվ պրեսինգով է խաղում, դու շատ լավ նշեցիր անհատական վարպետությունը ֆուտբոլիստների, ստեղ կարգերի տարբերություն կար, ստեղ կար Մարշի Հանսի Ֆլիկ, որը շատ ավելի փորձառու, շատ ավելի այսպես զորավար մարզիչ է, քան Էդի Հաուին, եւ
այն ինչ որ առաջարկեց առաջին խաղակեսում Բարսան Նյուքասլին, պատրաստ էր հոգեբանուն եւ կխփի եւ կբաց թողնի։ Խայծը կերավ Նյուքասլը, իսկ երկրորդ խաղակեսում հենց այդ խաղն էր, որ այդ ստիպեց Նյուքասլի պաշտպաններին սխալվել ու այդ խայտարակ սխալները թույլ տալ։ Ու 1-2 գոլ արդեն խաղը կոտրված էր։ Այնտեղ մնացածը հոգեբանական խնդիր էր, իրանք ուղակի ոչնչացին մրցակցին։ Պաշտպանը պարզապես չէր վազում։ Այո, ուղղակի չէին վազում, ուզում եմ ասեմ, սա ավելի շատ մարզչական հաղթանակ էր։ Մարզիչ, որը շատ լավ գիտեր իր ֆուտբոլիստների ներուժը, մարզիչ, որը շատ լավ կարա տրամադրի երկրորդ խաղակեսից առաջ, բայց ես կարծում եմ, որ սա տնային աշխատանք էր ամենը, եւ առաջին խաղակեսը եւ երկրորդ խաղակեսը, այսինքն առաջին խաղակեսում ինչ արեց Բարսան, գնացը տենց խաղի ինչու համար, հասկանալու համար խոցելի կողմեր Նյուքասլի։ Արդեն բաց էր ու մնացածը գնաց ըստ պլանի, կարծում եմ այդպես։ Ինչ սպասենք Բարսելոնա Ատլետիկո դիմակայությունից, եւ վերջը չմոռանանք, որ վերջերս այդ գավաթային իրենց ներքին գավաթի թագավորական գավաթի խաղարկությունում Ատլետիկոն երկխաղյա դիմակայության այդ 1 գոլ ավել խփելու շնորհիվ անցավ հաջորդ փուլ, Բարսան կարծես իր երկրորդ խաղում հասնում էր նրան, որ այդ քամբեքը իրականացներ, բայց չհերիքեց նաև ժամանակ։ Հիմա ինչ սպասենք այստեղ, կարճ նաև Տոտենհեմ Ատլետիկո դիմակայության մասին։ Ակնհայտ էին նախ առաջին խաղում Տոտենհեմի մարզչի սխալները, թե դարպասապահի ընտրության հարցում, թե ընդհանուր մարտավարության, դե Տոտենհեմը այս մրցաշրջանում եւ նախորդ մրցաշրջանում այնպիսի անկումային իրավիճակում է, այնպիսի անկումային է, դա ճիշտ է շատ հարուստ ակումբ է, շատ հարուստ, բայց այսպիսի խաղ շատ հարուստ եւ շատ ժլատ։ Դենիել Լևի թողած ժառանգություններ էլի։ Փոքրիկ Տոտենհեմ Ատլետիկո դիմակայության մասին ես գրեթե չէի կասկածում, այստեղ ֆավորիտ անցնելու է հաջորդ փուլ։ Ես զարմանում եմ այլ բանի վրա, ոնց է ստացվում, որ Իգոր Տուդորը որտեղ գնում ցախողում է, բայց միևնույնն է թոփ հակումները, ու Տոտենհեմին թոփ համարենք, իրեն աշխատանք են տալիս։ Ընդհանրապես Պրեմիեր լիգայի մակարդակի մարզիչ չի էլուր մնաց Եվրոպայի Իգոր Տուդորը եւ ստեղ ակնհայտ էին մարզչական սխալները, զուդդա էր պատասխանատվությունը ամբողջությամբ Իգոր Տուդորի ուսերին է։ Ինչ վերաբերում է Բարսա Ատլետիկոին, ըստ իս քառորդ եզրափակիչների ինձ համար համենայն դեպս ամենաթոփ դիմակայությունն է, որովհետեւ երկուսի համար էլ մրցակիցը շատ բարդ է։ Ստեղ մի փոքր մոտիվացիան ավելի շատ է Բարսելոնայի, որովհետև այն ինչ չհաջողվեց գավաթային խաղում, հիմա թե ֆուտբոլիստները, թե ֆլիկը, ասես պատռում են իրենց շապիկները ու կարծում եմ եռում են, շատ վտանգավոր է դա, որովհետև այն շատ մեծ ցանկությունը կարա նաև վառի, բայց չեմ կարծում, որ ֆլիկը թույլ կտա այդ ամենը, հետեւաբար ֆանտաստիկ դիմակայություն է լինելու հերթական դիմակայությունը, ուստեղ Բարսան ապացուցելու բան ունի իսկապես, որ այնտեղ այդ սայթ հակումը որ եղավ ու հետո չհաջողվեց, ստեղ արդեն սառը մատուցելու պահն է, էլի, եւ ինձ համար ամենաթոփ դիմակայությունն է քառորդ եզրափակիչների ու կարծում գեղեցիկ խաղը լինելու է նույն գոլ առած ձևով։ Մադրիդի Ռեալի եւ Բավարիայի դիմակայությունը նույնիսկ քեզ համար Էրնեստ ավելի այսպես ասեմ, կարծում եմ այո։ Ինչու, որովհետև կա մարշի գործոն։ Այն ինչ արեց Ռեալը Սիթիի հետ ինձ համար առնվազն տարօրինակ էր, որովհետև Դոնարումայի բաստողած այդ 2 գոլերը, հատկապես առաջինը, չի տեղավորվում ոչ մի բանական։ Ռեալը իր խաղն էր խաղում, իր խաղն էր խաղում։ Ես Ռեալի այս դիմակայությունները մենք, չէ, նկատի ունեմ Սիթիի հետ։ Վերջին տարիներին գրեթ յուրաքանչյուր տարի իրենք իրար հետ հանդիպում են եւ Ռեալը հաղթող է դուրս գալիս։ Իհարկե հաշվի չառնելով այն մեկ պարտությունը։ Բայց Ռեալը խաղում է գրեթե նույն խաղը։ Ոչ բարձր բլոկով պաշտպանություն, դե Սիթիին գնդակը հանձնում են, բայց հաշվի առնելով Արագավաս իր տաղանդավոր հարցակման գիծը
Ռեալը իր արդյունքին հասնում է։ Իսկ ինչքանով է պակաս Այդպիսի խաղեր նաև Մադրիդում ես դա նկատեցի։ Սիտին դարձյալ գնդակին տիրում էր, փորձում էր աչքից ձախ Գվարդիոլական այդ ֆուտբոլը եզրից մեկի վրա այսպես ֆուտբոլիստների մեծ քանակությամբ այսպիսի խտացվածության պարագայում մյուս եզրը հնայուն չափ բեռնաթափել, այնտեղով ի վերջո գոլային պահ ստեղծել, այդ սիրում է, չէ՞, այդ սկզբունքով խաղալ Գվարդիոլան։ Չէր ստացվում, բայց գնդակին տիրում էր, գրոհում են եւ այլն, Ռեալը արդյունքը ապահովում էր միաժամանակ։ Հիմա այս պարագայում դե սրա մասին էլ խնդրում եմ խոսած։ Գումարած թե ինչ սպասենք նաև Բավարիանն էլ է գնդակին տիրելու։ Ինչ վերաբերում է City Real դիմակայություններին այդ վերջին տարիներին հատկապես, ես այդ ամենը կապում եմ գվարդիոլիզմի հետ, ունի չէ, տենց չափից ավելի իմաստուն երևալու հատկություն Գվարդիոլան, երեք սոցցանցերում տեսա, չեմ հիշում որ էջներ, Instagram-ում հրապարակել էր նկար, շատ հետաքրքիր էր, հոգեբուժարանում Գվարդիոլան սենց պատերի մեջ, երկար մազերով, ցնցոտիներով գժված ու կողքը սաղ նկարներ են պատերին, Վինիսիուս, Անչելոտի ու գրված են ու արդեն ես իսկապես համարում եմ, որ Գվարդիոլայի մղձավանջն է դարել Ռեալի խաղերը եւ այդ չի, հիշում եք Բավարիայի հետ ինքը տենց սինդրոմ ուներ, այն իրա էլի շատ չափից ավելի իմաստուն թվալու խնդիրը Անչելոտի հետ ու միշտ այդ պատմում էր, հիմա նույնը էս վիճակն է, այսինքն չափից ավելի իմաստուն թվալու մոլուցքը ռուսային բառ կա, չէ՞, պերեմուդրից, հատկապես ֆուտբոլիստները շատ են սիրում։ Գվարդիոլային խանգարում է City-ի հետ դիմակայություններում, որովհետև ինչով է պակաս, օրինակ City-ի հարձակման գիծը Ռեալից, կամ այս պահի դրությամբ Ռեալը այն ֆուտբոլը չի խաղում։ Իսպանիայում են նայում ես խայտարակ արդյունք ցույց տալիս նես թիմերի հետ, խաղային առումով, կարա արդյունք ապահովի 3 միավոր, բայց նայում ես խաղ չկա։ Ու այդքան բարդ է City-ին Ռեալի հետ խաղալը։ Ու նենց էլ չի Արբելոյան Սողոմոնի իմաստունն է մարշչական գործում, որ Գվարդիոլան չկարողացավ բռնել։ Հիմա հասնենք Բավարիային։ Ստեղ այն ինչ տեղի ունեցավ, ես իսկապես հանում եմ կոմպանիայի աշխատանքով, որովհետև երբ որ նայում էինք ցուցակը ու այդ ցուցակում ամենավերջին տեղում մարզիչ ընտրելու մասին խոսքը Վենսան կոմպանիներ ու չկար ժամանակ ընտրեցին կոմպանիին Բարլից այո Բարլից եւ մենք իսկապես ծիծաղում էինք ասում ենք դե լավ դե Բավարիան էլ գնաց այս ճանապարհով իսկապես մարշչական դեֆիցիտ կա բայց մարդը եկավ գլուխը կախ ոչինչ չի անում ինք իր ոճով սուսուփուս իր աշխատանքը կատարում ու Բավարիան վերադարձեց այն փայլը, որը կար 90-ականներին, 2000-ականներին, այսինքն դարձավ անխոցելի, գրեթե կատարյալ մեխանիզմով ֆուտբոլ խաղացող թիմը։ Այն ինչ որ քանդեցին Սալիհամիջիչն ու Օլիվեր Կանան, այո։ Հիմա Բավարիան կարծես թե վերականգնում է ու կոմպանին լրացնում է այդ շղթան։ Եվ նայում ես մենք մինչև այդ ասում ենք լավ Քեյնով են ապահովում, բայց Քեյնը վնասված ստացավ, արդյունքը չփոխվեց։ Այն ինչ անում է Օլիսեն, այն ինչ անում են մնացած, այսինքն կատարյալ հավաքել է կոմպանին։ Ու կարծում եմ այս պարագայում Ռեալին շատ լուրջ խնդիրներ է սպասում, շատ։ Ես վերջին տարիների այս դիմակայությունները չեմ դասում այդ դասականների շարքի, որովհետև դա անցավ, տես չի լինելու էլ։ Բայց այս պարագայում Բավարիան ֆավորիտ է, ինձ համար ակնհայտ։ Եվ մեր զրույցի ավարտին իհարկե անդրադառնանք գործող գավաթագրին, Paris Saint-Germain-ին, Փարիզյան ակումբը, ինչպես նշեցիր, կարծես թե այնպեսին չի, փոքր-ինչ այնպեսին չի, ինչպեսին նախորդ տարվա play-off փուլում այս տարի, բայց ամեն դեպքում Chelsea-ի արգելքը նախ հաղթահարեցին բավական մեծ տարբերությամբ գոլերի առումով եմ իհարկե ասում, նաև դա որոշակի ռևանշ էր աշխարհի ակումբային առաջնություն եզրափակում ցավալի պարտությունից 0-3 են հիշեցնեմ մեր ունկնդիրների 0-3 հաշվով եզրափակում Չելսին պարտվեց Փարիզյան ակումբը, չնայած մինչ այդ նույն հաշվով գրեթե հաղթում էր բոլոր թե Բավարիային, թե Ռեալին, թե մնացածին, նույն Ատլետիկոին։ Հիմա Փարիզյան ակումբը իհարկե դա կրկին դասվում է գլխավոր ֆավորիտների շարքում այս մրցապայքարում մնացած 8 թիմերի մեջ
Եվ ինչ սպասենք Paris Saint-Germain-ից, շատ կարճ է դա։ Այս պահին, եթե փորձենք, ես ինքս երբևէ այդ հարցը չէի տվել, այս մրցաշրջանում խուսափում էի այդ հարցը ինձ տալուց։ Նախորդ մրցաշրջանում ինտերնետ դիմակայությունից հետո ես ասացի, որ եկող տարի, եթե ասենք շարունակի Բարսան գլխավոր ֆավորիտն է լինելու, ընդ որում PSG-ի դեմ։ Այս տարի այդ հարցը ինձ չեմ տվել, խուսափել եմ, բայց հիմա քանի որ հարցրեցիր, եթե դիտարկեմ եղած թիմերի մեջ, PSG-ն ինձ համար գլխավոր ֆավորիտն է։ Թեկուզ այդ թեթև սայթակումները PSG-ն պատրաստ է տիտղոսը պաշտպանելուն առավել քան երբևէ, որովհետև այս մեքենան ամբողջությամբ, որի ճարտարապետը հենց հեղինակը Լուիս Էնրիկեն է, ֆանտաստիկ երիտասարդներով, խաղային սխեմայով ու վերջին խաղերում մենք տեսանք, որ չկա այդ, այսինքն իրանք ցույց տվեցին այդ սայթակումները ոչ թե խաղային անկման հետ են կապված, այլ ինչ որտեղ, չի ասի մրցակցին թերագնահատելու, մի փոքր հանգստանալու, մի փոքր էկոնոմ ռեժիմ միացնելու, ամբողջությամբ զինապահեստը PSG-ն դեռևս չի բացել։ Այ հիմա կբացի։ Հենց որ այս պահի ինձ համար գլխավոր ֆավորիտը մրցաշարի հենց PSG-ն է։ Այո, ես որոշ չափի համաձայն եմ, Փարիզը այն ակումբն է այս պահի դրությամբ, այնպիսի խաղով, որ նախ գերհզոր հարձակման գիծ ունի։ Ես նկատի չունեմ միայն հարձակվողներին եզրային եւ կենտրոնական, նկատի ունեմ նաեւ ամբողջ թիմն է գրոհիներին մասնակցում, սկսած Հակիմի դերը այդտեղ միշտ գրոհներում առանձնահատուկ է եւ այլն։ Եվ Փարիզը այն թիմն է, եթե դիմացի մրցակիցը ունենա փոքրինչ թերացումներ պաշտպանական գծում, պարզապես վերացնում է Փարիզը իրեն։ Դա տեղի ունեցավ նաեւ Չելսիի հետ։ Հիմա այդպիսի թերություններ ունի նաեւ Լիվերպուլը։ Միանշանակ ունի, ընդ որում թերությունները բազմաթիվ են։ Ես եւս մեկ հանգամանք կնշեի, որ Paris Saint-Germain-ը ավելի ուժեղ է խաղում այն ժամանակ, երբ որ մրցակիցը ուժեղ է։ Այսինքն կապ չունի անունը, ստեղ երբ որ ինքը զգում է դիմադրություն, այդ ժամանակ բռնվի։ Ու հիմա Լիվերպուլը շատ լավ լակմուսի թուղթ է երկրպագուների համար հասկանալու, որովհետեւ Paris Saint-Germain-ի այս պահի դրությամբ պոտենցիալը, որը ահռելի է, ու մենք կտեսնենք։ Իհարկե, ելի եմ ասում, ոչինչ չես կարող տենց 100%-ով կանխատեսել, առավել եւս Չեմպիոնների լիգան շատ հետաքրքիր սպეციფիկա ունի, բայց այստեղ կարող են որոշիչ լինել, մենք դրա մասին խոսեցինք մինչ զրույցը, մինչ տեսագրությունը, որ այստեղ կարող է որոշիչ լինել այսպիսի կարմիր քարտեր, չգիտեմ, ինչ որ մի դրվագներ, 11 մետրանոց, չգիտեմ, ինչ որ պահի վերջի վարկանին 1000 մի պատճառ կարա լինի, բայց եթե նայում ենք տրամաբանության մեջ, ապա այո, խաղային առումով ամենայն դեպս Paris Saint-Germain-ը խնդիրներ կստեղծի Լիվերպուլի համար։ Շնորհակալ եմ Էրնեստ հետաքրքիր զրույցի համար։ Մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն է Fast Media հեռուստաընկերության մեկնաբան Էրնեստ Շաբոյանը։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, շարունակեք հետևել մեզ։ Sportcast